Հայաստանում արհեստական բանականության տվյալների մշակման խոշոր կենտրոնի ստեղծման նախագիծը մեծացրել է ոլորտում մասնագիտացող ընկերությունների ներդրումային հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ Այստեղ համանման ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել նոր, այդ թվում արտասահմանյան գործընկերներ, որոնց հետ ներկայում ընթանում են քննարկումներ։ Հիմա էլ նոր խաղացողներ են նաև հայտնվում Հայաստանից դուրս, ովքեր որ նման ենթակառուցվածքի, նման պրոյեկտի Հայաստանում իրագործելուց հետո իրանց հավակնությունները ավելի իրատեսական են համարում ու ավելի լրջացնում են զրույցները։ Փոխնախարարը նշեց, որ շահագրգիռ կողմերը նախարարության հետ բանակցությունների ընթացքում փորձում են պարզել, թե ներդրումների իրականացման պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչ միջավայր եւ պայմաններ կարող է առաջարկել իրենց։ Գևորգ Մանթաշյանը ձեռնպահ մնաց հայկական շուկա մտնելու ցանկություն հայտնած նոր ընկերությունների անվանումները հրապարակելուց, դա հիմնավորելով բանակցությունների շարունակվելու հանգամանքով։ Տվյալների այս կենտրոնի գործարկումը նախատեսված է 2026 թվականին։ Տվյալ ընկերությունը, մասնավոր ընկերությունը նախատեսում էր գործունեություն 2026 թվականին արդեն տարվա կեսին ծառայություններ մատուցել։ Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ տարվա սկզբին արդեն Հայաստանում կլինեն առաջի երամսյակի ընթացքում եւ ենթակառուցվածքային արդեն աշխատանքները կատարելուց հետո հնարավոր կլինի ծառայությունները մատուցել։ Դա արդեն մասնավոր ընկերության պլաններից է կախված։ Իրանց հետ մեր զրույցների արդյունքում մեզ հենց 26 թվականի կեսն են հիշատակում, պարզապես տարբեր հանգամանքներ կան, որոնք որ ազդում են այդտեղ թե շինարարության հետ կապված հարցեր կա։ Նոյեմբերի վերջին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը տեղեկացրել էր, որ նշված կենտրոնը կառուցվելու է հենց այդ քաղաքում։ Փոխնախարար Գևորգ Մանթաշյանը նշեց, որ տեղյակ է այդ հայտարարության մասին, սակայն ըստ նրա կենտրոնի կառուցման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է այն ստեղծող ընկերությունը։ Վերջնական որոշումը իրանց մասնավոր որոշումն է, որտեղ Հայաստանը տեղակայվի, մեր աշխատանքը աջակցել միջավայր ստեղծելը, որ իրենք կարողանան այդտեղ տեղաբաշխվել։ Հանգամանքները տարբեր, սա հեշտ գործընթաց չի, բավականին նման ենթակառուցվածքները կրիտիկական ենթակառուցվածք են նաև դիտվում եւ հետեւաբար շատ ցանկ կա հանգամանքների, որոնք որ պետք է հաշվի առնվեն կառավարության դերը այդ հնարավորությունը ստեղծելն է, որը ստեղծված է արդեն։ Անդրադառնալով կառուցվելիք այս կենտրոնում ակնկալվող ներդրումների ծավալի վերաբերյալ հարցին փոխնախարարը մանրամասնեց։ 500 միլիոն ներդրում Ամերիկայի տնտեսության մեջ ալնել, ոչ թե մեր մոտ սկզբից, որտեղ այդ չիպերը մենք չենք արտադրում է Nvidia-ն։ 500 միլիոնը դա այդ չիպերի արժեքն է։ Այդ չիպերը Nvidia-ինն է։ Դա Ամերիկայի տնտեսությունն է։ Նա տեղեկացրեց նաև, որ կենտրոնը ստեղծվելու է բացառապես մասնավոր ներդրումներով։ Կառավարությունը ներդրում չի նախատեսում, մենք մասնաբաժին չունենք այդտեղ, նման որոշում չկա, այսինքն կայացվել է որ չլինի, այդպես քննարկում չեմ թաքցնի, ասեմ, որ եղել են այդպես մտքեր, բայց կառավարությունը որոշել է այդտեղ ոչ մի ներդրումով չմասնակցի, այլ լինի միայն ենթակառուցվածք եւ այսպես ասած ֆասիլիտատորի դերում, որ նման ընկերությունները շատ լինեն ու չլինի միայն միտեղ, չունենք մեկ էքսկլյուզիվ ընկերություն, որտեղ կառավարությունը չունի մասնաբաժին։ Հարցին, թե Հայաստանը ներկայում ինչ դիրքավորում ունի ՏՏ համաշխարհային քարտեզի վրա, Գևորգ Մանթաշյանը պատասխանեց, որոշ ուղղություններով մեր երկրի դերակատարումը համեստ է, բայց կան նաև ոլորտներ, որոնցում առաջատար ենք Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի եւ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում։ Օրինակ, ինչ վերաբերում է կիսաղորդիչների դիզայնով, R&D որոշ ուղղություններով, ոչ բոլոր ուղղություններով իհարկե, բայց ուղղություններ կա, որտեղ որ մենք լավ դպրոց ունենք եւ այդ ուղղությամբ կարծում եմ, որ մենք բավականին լավ մրցակցային առավելություն ունենք տարածաշրջանում, բայց այն ինչ որ դուք հարցում եք, որ դիրքում է, դա ստատիկ չի, շատ դինամիկ է։ Կարող եմ ասել, որ տարածաշրջանում բավականին լավ ճանաչում ունենք, որոշակի երկրում մենք բավականին լավ մրցակցային առավելություններ ունենք, հիմնավոր օպտիմիզմ ունենք, որ մենք մեր առավելությունները մեզ կարողանանք լավագույն ձևի օգտագործենք։ Հրայր Նազարյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։